Բարի երեկո բոլորիդ, ուզում եմ խոսել Իրանի դեմ գալիք հարձակման մասին, ինչպես գիտեք, տեղի ունեցան վերջին բանակցությունները Ժնևում, մի կողմից ԱՄՆ Ռուսաստանի Դաշնություն, մյուս կողմից եւ Ուկրաինա, մյուս կողմից ԱՄՆ, Իրան եւ Իսրայել, եւ գնահատականները Ժնևում կայացած բանակցություններից հետո Իրանի դեպքում բավականին տարբերվող էին, ԱՄՆ-ի գնահատականի եւ Իրանի տված գնահատականի միջեւ որոշակի տարբերություն կար, որովհետեւ Իրանը նշում է, որ որոշակի այսպես սկզբունքներ նշանակվեցին, իսկ դրանք են նախ սանկցիաներից ազատելը Իրանին եւ հետո անցնելը միջուկային հարստացման ծրագրի քննարկմանը։ Ես մանրամասնորեն այս բանակցային գործընթացին, երկու կողմերի ներկայացրած պայմաններին, Իսրայելի ներկայացրած պայմաններին, ըստ այդմ ստեղծվող հնարավորություններին համաձայնագրերի նոր տվել եմ ավելի այսպես ընդլայնված վերլուծություններում եւ հիմա այդ մանրամասներին չեմ անդրադառնա, սակայն 3 կտրուկ փոփոխություն եղավ Վաշինգտոնի կողմից լսվող մեսիջներում, երեկոյան կողմ իսկ ԱՄՆ-ում առավոտյան կողմ բավականին տարբեր ձևով մեսիջներ սկսեցին գալ թե Իսրայելից եւ թե ԱՄՆ-ից եւ դա այն է, որ Իրանը որևէ կերպ չի համաձայնվում Ուրանի զրոյական հարստացման կարգավիճակին, տարատեսակ արտահոսքեր են տեղի ունենում, հատկապես արևմտյան մամուլում միշտ չէ, որ դրանք համընկնում են ճշմարտությանը, անընդհատ իրանական կողմը հերքում է եւ այլն, եւ ներկայացվեց, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Reuters-ով, Wall Street Journal-ով, իսրայելյան ամբողջ մամուլով, ցիտելով ամերիկյան բարձրաստիճան անձանց, իսրայելյան բարձրաստիճան անձանց, որ քանի որ այսքան զորք արդեն իսկ կուտակվել է տարածաշրջանում, այդ զենքը չի կարող չկրակել, երկրորդը որ Տրամպի համբերության սահմանին է հասցնում այս ամենը, որովհետև նա ցանկանում է, որպեսզի իրանական կողմը իր տված գործարքին համաձայնի, բայց իրանական կողմը չի համաձայնում, միևնույն ժամանակ մենք տեսնում ենք բավականին կրկեսային տրամադրություններ Մյունխենյան կոնֆերենցիային զուգահեռ, ըստ որի մոնարխիստներին դրսում բնակվող ծագումով պարսիկների եւ ոչ միայն Մյունխենում ինչ-որ բաց դաշտում էին լցրել եւ տարատեսակ թվեր էին կրակում, թե քանի մարդերի իբրև թե դրան մասնակցում եւ բաց հասանելիություն են տվել նաեւ որոշակի հակաիրանական, բայց իրանական ծագման դրսում բնակվող ուժերի, որոնք նույն հայհոյական դիրքերից են եւ ագրեսիվ դիրքերից են հանդես գալիս, ինչպես 2018-ի ժամանակ ծռեր կոչվող կազմակերպության թրքավճար ճյուղերը Սփյուռքում եւ Սփյուռքում ակտիվացված որոշակի ուղղվածություններ, այսինքն իրենք չեն եկել երկխոսություն վարելու, իրենք եկել էին բավականին ագրեսիվ տրամադրվածությամբ, դա պետք էր ԶԼՄ-ներով տարածելու համար, որպեսզի ամբողջ աշխարհին արևմտյան առաջնորդները ցույց տան, որ ահա այս հասարակությունը պատրաստ է ցանկանում է կռվել, մեռնել հանուն Իրանի, բայց իրենք Մյունխենում են, Լոնդոնում են, Փարիզում են, այդ ցույցերը անում, ԱՄՆ-ում են այդ ցույցերը անում, բերել են Ռեզա Փահլավիին, այնտեղ խոսում էր եւ նաեւ այս Ժնևում տեղի ունեցող բանակցություններից առաջ weekend-ի ժամանակ Ջարեդ Քուշները Ֆլորիդայի առանձնատանը իրենց հանդիպում էր անցկացրել ինչ որ ամերիկյան բիզնեսմենների հետ իրանական ծագման, որոնց հետ նա քննարկել է ինչ որ առաջիկա Իրանում իշխելու պատրաստվող քաղաքական ուժի անձնակազմի մասին են խոսել, այսինքն դա ամբողջապես այդ բանակցությունների տրամադրության մթնոլորտին դեմ ուղղված գործողություններ են եւ միաժամանակ Տրամպը հայտարարել էր, որ ինքը դեմ չէր լինի, որպեսզի ռեժիմի փոփոխություն այսպես ասած տեղի ունենար Իրանում, այսինքն Իրանի համար ակնհայտ է, որ դիմացի կողմը բարեխիղճ բանակցորդ չէ, բայց բնական է ԱՄՆ-ը իր նարատիվով երեկոյան Իսրայելի հետ միասին ամեն ինչ արեց, որպեսզի ներկայացնի, որ դա Իրանի մեղքն է, դա միշտ է եղել, ինչպես որ Սիրիայի դեմ հարձակման ժամանակ, Իրաքի դեմ հարձակման ժամանակ, Լիբիայի դեմ հարձակման ժամանակ, եւ որ նրա Տրամպի այսպես ասած ռեյտինգի վրա նաեւ
պարզդում է, որ նա հունվար ամսվանից փորձում է անընդհատ ինչ-որ իրադարձությունների ալիք սկսել Իրանում, հունվարյան այդ մեծ ահաբեկչական օպերացիան Իսրայելի և ԿՀՎ-ի, Իսրայելի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներթափանցած մի քանի ահաբեկչական կազմակերպությունների գործակալական ցանցերի միջոցով Starlink-ի օգնությամբ, այդպես էլ չստացվեց, դրա նպատակն էր ամբողջ իրանական իշխանությանը սպանել, ոչնչացնելը և ահաբեկչական գործողությունների ուղղված ընդդեմ խաղաղ քաղաքացիների և թե ուժային կառույցների ներկայացուցիչների, այսինքն հանրության մեջ կարգ ու կանոն ապահովողների դեմ այնպիսի ուժգնությամբ, որ երկիրը վերածվեր քաոսի, որից հետո կարելի էր նույնիսկ ցամաքային զորքերով մտնել և հսկայական մեծ վնասներ հասցնել և ամենաառաջնայինորեն ջանքը դնել նավթային պաշարների վրա Իրանի, նրա հումքերի վրա, դա էր պլանավորված և դա տեղի չէր ունենում և այնուամենայնիվ Իսրայելը և ԱՄՆ կոորդինացնելով, Նեթանյահուն մի քանի անգամ այցեր կատարելով Սպիտակ տուն, նաև Ֆլորիդա շարունակում են պատերազմաշունչ գործունեությունը, դա զուգակցվում է ԱՄՆ-ի ներսում և ոչ միայն ԱՄՆ-ի ներսում Էփշտեյնի փաստաթղթերի հրապարակմամբ, ըստ որոնց բավականին ներքաղաքական մեծ այսպես խմորումներ են տեղի ունենում, բավականին մեծ պահանջներ են ի հայտ գալիս ԱՄՆ քաղաքացիների մոտ, առաջիկայում միջանկյալ ընտրություններն են նախապատրաստվում ԱՄՆ-ում և հանրապետականների դիրքերը այդքան էլ ուժեղ չեն, Տրամպի դիրքերը այդքան էլ ուժեղ չեն և ստացվում է նույն իրավիճակը համարյա տիրում է նաև Իսրայելում, որովհետև չնայած այդ մեծ մարքեթինգային արշավին, որը կոչվում է խաղաղության խորհուրդ Գազայի հարցով, որը Տրամպը ներկայացրել է, որ մոդել է իր առաջիկա նվաճումներից հետո իբրև թե կարգ ու կանոն հաստատելու կոչված կազմակերպությունների, որ դրանով նա մարտահրավեր է նետում ՄԱԿ-ին, նա արհամարհում է միջազգային իրավունքը, այս խորհրդին և միջազգային իրավունքի նորմերի խախտմանը այդ խորհրդով ես անդրադարձել եմ մանրամասնորեն, ուզում եմ սա կարճ վիդեո անել կարճ վիդեոներ սիրողների համար, այնպես որ մանրամասների մեջ չեմ խորանա, բայց ես խորհուրդ կտամ խորանալ, անպայման ընթերցել, որպեսզի հասկանաք սրա վտանգները Հայաստանի համար նաև, որովհետև հատկապես, որ այդ խորհրդում այսօր ներկա էր ամենացածր ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչը Հայաստանում, որը Նիկոլ Փաշինյանն է, որին գովաբանում էր Տրամպը, որը իրավունքը նա չունի, եթե ինչ-որ ռուս գործիչ, ինչ-որ քաղաքական առաջնորդի հայկական քաղաքական դաշտի տար իր գովասանական խոսքը, ես վստահ եմ, որ ամբողջ Սփյուռքով, ամբողջ ինչ-որ ՀԿ-ներով, ՇՄԿ-ներով, բոլորով բողոք կանեք, ասեք ինչպես է նա համարձակվում նման բան ասել, չմոռանանք, որ վերջերս Սոլովյովը, երբ որ հայտարարություն էր արել Հայաստանի մասին, նա չլինելով Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձ, նրա հայտարարության համար Թավշյա զիբիլները արտգործնախարարություն էին կանչել Ռուսաստանի Դաշնության դեսպանին Հայաստանում, որ իբրև թե Սոլովյովի խոսքերի համար պատասխան տա։ Իսկ Նիկոլին պաշտպանելու ուղղակի հայտ ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, Եվրոմիության արտաքին գործերով գլխավոր նախարար ասեմ, հանձնակատար Կայա Կալլասը, Վենսը իր այցի ժամանակ և այսօր էլ փաստորեն Տրամպը, he's a really nice guy ասում է, he's not a really nice guy ու ես այսպես շատ մեծ կասկածներ ունեմ բոլոր այն հայերի համար, ովքեր խնդիր չունեն, որ եղկելի պեդոֆիլ կեղտոտ մի անձ, խաբեբան մի անձ, մարդասպան մի անձ, մարդասպանների կողմից ֆինանսավորված մի անձ Հայաստանին ասում է ով լինի իր առաջնորդը և դուք չեք բողոքում դրա դեմ, որպես Հայաստանի ներքին գործերի ներքին կյանքի մեջ քիթը խոթելու շատ սխալ քայլ եւ ես շատ կուզենայի տեսնել Արարատ Միրզոյանը ունի Faberge թե ոչ, ես գիտեմ, որ ինքը չունի եւ իր անունը առհասարակ Օմեգա է կամ Արաբաթ է, որպեսի կանչի իր մոտ ԱՄՆ դեսպանին, մենք էլ նայենք այդտեղ, չգիտեմ, պոպկորն ուտենք, ծափահարենք եւ այլն, ինքը չունի, ինչպես որ Կոկոլը ուղեղ չունի, Օմեգան գոտկատեղից ներքև ոչ մի բան չունի, Ալեն Սիմոնյանը ընկած ընդդիմադիր ռուսական ալիքներում, որոնք Ռուսաստանի դեմ գործող գործակալներ են ճանաչված օտար երկրների կողմից են իրենք վճարվում, դրանց ալիքներում հաչում է մեր եկեղեցու հոգևորականների դեմ, պատրաստ է
դե հոր գերեզմանը որ ծախել եմ, մորն էլ է պատրաստ ծախի, միայն իր պաշտոնը պահի, որովհետև սրանք բոլորը նույն խնդիր ունեն։ Նետանյահուն, Նիկոլը, Ալենը, Արարատը Միրզոյան, Տրամպը, Տրամպի վարչակազմը, Տրամպի փեսան, եթե իրենք իրենց հանցավոր գործունեությունը չշարունակեն, իսկ այս պահի դրությամբ շարունակել հնարավոր է միայն էսկալացիայի միջոցով, նրանք հայտնվելու են բանտերում եւ տանուլ է տալու այս նեոկոլոնիալիստական պրոյեկտը եւ դրա հետևում կանգնած ուլտրասիոնիստները եւ տարատեսակ այլ որակի գլոբալիստ էլիտա հանդիսացող օլիգարխիկ շրջանակները եւ դրանով է պայմանավորված, որ այդ ռետորաբանությունը Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ փոխվեց կտրուկ կերպով, որովհետեւ հայտարարվում էր նույնիսկ երեք Սպիտակ տունը կտրուկ հայտարարություններ անելու հետ միասին ասում էր մենք սպասում ենք, որ Իրանը 2 շաբաթ անց մեզ ներկայացնի փաստաթուղթ վերջապես, թե մենք ինչի շուրջ կհամաձայնվենք, Իրանը չի կարող որևէ փաստաթուղթ ներկայացնել, եթե ԱՄՆ չի հանել սանկցիաները, իսկ նա չի կարող հանել սանկցիաները, Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունը Ուկրաինայի հետ կապված է սանկցիաների հետ, չի կարող հանել, որովհետև նրա հիմնական նպատակը նավթային վաճառքի բոլոր գծերը ենթակառուցվածքային խախտելը, այնպես որպեսի Չինաստանի արդյունաբերությանը, տնտեսական դոմինանտությանը հսկայական վնաս հասցվի, կոպիտ ասած Չինաստանին բերի իր դուռը եւ դրանով նա կարողանա մի հարվածով 3 նապաստակ խփել թե Ռուսաստանի Դաշնությանը, թե Իրանին եւ թե Չինաստանին, Վենսի այցը այդ շրջանակներում շատ այսպես հսկայական մարքեթինգի է ենթարկվում, ուղեղային կենտրոններ վերլուծություններ են գրում, հոդվածները ամեն օր ամենօրյա ռեժիմով հետևում եմ Անդրկովկաս չեն անվանում են Կովկասը, Կենտրոնական Ասիան ամենակարևորն են Եվրոպայի համար, ամենակարևորն են ԱՄՆ-ի համար, Թրիփի միջանցքը ամենակարևորն է, որ այս երկրները բոլորը արդեն թեքվել են դեպի Վաշինգտոն, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասին է խոսք գնում, նրանք բոլորը այդ խաղաղության խորհրդի կազմում են արդեն, որ համարվում է արդեն այդ պրոյեկտը fait accompli, դրա դեմ անել հնարավոր չի ոչ մի բան, Գազայում եւս հիմա Տրամպի փեսան գոլֆի դաշտ, հյուրանոցներ, չգիտեմ ինչեր կկառուցի եւ այլն, բայց այնտեղ այս հետաքրքիր նրբությունը կա, երբ որ Իսրայելի գենշտաբի պետը ասում է, որ նախ իրենց Գազայի դեմ պատերազմում հետապնդած նպատակները չեն վերջացել, պատերազմը շարունակվելու է այնքանով, որքանով այդ նպատակները ուժի մեջ են, նշվում է, որ Համասը ակտիվ է, Համասը իր զենքերը չի հանձնում, դրա համար նախապայմաններ կան, ինչու Համասը իր զենքը չի հանձնում, եթե դուք անկողմնակալ կերպով եք այս ամեն ինչին հետևում, բայց կարճ տարբերակի կուզում տեսանյութի, ես վստահ եմ, որ դուք լինելով գրագետ բարեխիղճ գիտակից քաղաքացի անպայման կխորանաք հասկանալու համար ինչու Համասը չի հանձնում իր զենքերը եւ ինչով դա չի խախտում ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ իր համաձայնությունները եւ ասվում է Գենշտաբի հայտարարության մեջ, որ 60 օր է տրամադրվում, որպեսզի Համասը զինաթափվի Եվ նոր դրանից հետո այդ խաղաղության խորհուրդը ինչ որ մտածել է, օրինակ ինչ որ միջազգային ուժ, որը պետք է բերվի այդ հատվածը անվտանգությամբ ապահովելու համար, ինչ որ մեծ այսպես պրոյեկտներ, տարատեսակ ոլորտների, որոնք ներդրումներ են պահանջում, կունենան իրենց հովանավորներին տարբեր երկրներից եւ այլն, եւ բոլորը կապրան ուրախ հաշտ համերաշ, ծափիկ ծիրանիկ իրար հետ կերքեն, կպարենք, ուրախանան եւ խաղաղություն կգա մերձավոր արևելքին, ոչ, այդ խաղաղությունը չկա, այդ խաղաղության խորհուրդ ստեղծել է եղել է PR քայլ, որպեսի Իսրայելի եւ ԱՄՆ-ի բավականին վատ համբավ միջազգային ատյանների արչեւ պատասխանատվության պարտադրանքը որպես մարդկության դեմ ոճրագործություն գործած պետություններ, քաղաքական գործիչներ, որպեսի այդ բալաստը իրենց վրայից նետվի, միևնույն ժամանակ նրանք չեն հարգել զինադադարի կանոնները, ոչ Համասի հետ կնքված զինադադարի կանոնները, ոչ Լիբանանի հետ կնքված
զինադադարի կանոնները եւ ամենօրյա ռեժիմով իրենք հարձակվել եւ սպանել են թե լիբանանցիների եւ թե պաղեստինցիների եւ առևանգումներն են ակտիվ ավելին այս շաբաթ Իսրայելը առաջին անգամ 67 թվականից ի վեր հայտարարել է որ արևմտյան ափի տարածքները եւս ենթակա են իր կողմից կորզվելուն եւ Իսրայելի պետության սեփականություն կոչվելուն դա էլ կոպիտ միջազգային իրավունքի խախտում է եւ այս ամենին տեր ու տիրակալ դառնալու համար նրանց հարկավոր է ոչնչացնել Իրանը եթե կա Իրան բուն գազայի խնդրով իսկ ավելի գլոբալ քանի կա Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, քանի կա BRICS-ի համագործակցություն եւ այլն, իրենք չեն կարող թղթի վրա գրելով իրականություն դարձնել տարածաշրջանում մի բան, որը ՄԱԿ-ի միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից ամբողջապես հակաիրավական է եւ ենթադրում է որոշակի պատասխանատվության կրում եւ պատժամիջոցների գործարկում այդ բոլոր ուժերի դեմ, ովքեր նման գաղութատիրական ագրեսիվ պատերազմ են հրահրում տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով էլ հետաքրքիր էսպես կոնյունկտուրա է առաջանում, որ մի կողմից օրինակ սկսվում է Ռամադանը, որին հետո մարտի սկզբում պետք է շարունակի Նովրուզը Իրանում, այդ արանքում մարտի սկզբին պետք է լինի իսրայելյան Պուրիմը, թվում է թե եթե ինչ որ էսպես արձակուրդներ են, ազգային տոներ են, ուրեմն ինչ որ հարգանք կլինի տարածաշրջանի հանդեպ եւ այլն, բայց մյուս կողմից էլ այդ ներքաղաքական պահանջը ԱՄՆ-ի ներսում նախընտրական քարոզարշավները դրանց առանձնահատուկ բնույթը պայմանավորված Էփշտեյնի գործերով եւ նաեւ մենք Խամենեի խոսքում լսեցինք որ միայն Էփշտեյնի գործը չէ այլ տարերել են ի հայտ գալու եւ շատ ավելի սարսափելի ոչ միայն Էփշտեյնի հետ կապված որովհետեւ այդ ամբողջ մարդակերական ցանցը ինքը ֆրանշիզի պես գործում է շարունակում է գործել ամբողջ ԱՄՆ-ով ամբողջ արևմտյան տարածքներով եւ մեկը մյուսի հետևից դոմինոյի էֆեկտով Էփշտեյնի գործից հետո դրանք բոլորը ի հայտ են գալիս եւ կոնգրեսմեններ բավականին զգալի քանակի թե հանրապետականներ թե դեմոկրատներ ցանկանում են որպեսի սահմանադրազանց իշխանությունները ԱՄՆ-ի Տրամպի վարչակազմի օրոք կարճագույն ժամանակում հեռացվեն պաշտոնից եւ միջանկյալ ընտրությունները համարում են հրաշալի հնարավորություն Տրամպը ինքը գնահատել է ներկայիս իրավիճակը պայթյունավտանգ իր համար որ եթե միջանկյալ ընտրություններում դեմոկրատները ավելի շատ ձայն հավաքեն ապա իր իմպիչմենտը անխուսափելի է լինելու Եվ նաև այդ հանրապետականներ եւ դեմոկրատներից բաղկացած թիմեր առաջարկում են գալ շաբաթ քվեարկել նրա կողմից միանձնյա որոշմամբ Իրանի դեմ հարձակում սկսելու համար կոնգրեսի թույլտվության անհրաժեշտության մասին օրինագիծ, այսինքն անպայման պետք է կոնգրեսից թույլտվություն ստանա, որ իր հարձակումը սկսի։ Այդ իսկ պատճառով էլ շատ փորձագետներ տարածաշրջանի ասում են, որ Դրանից ելնելով Տրամպը ավելի հավանական է չի սպասի եկող շաբաթվան, չի սպասի Իրանի կողմից ինչ որ փաստաթղթի ներկայացման եւ այդ 60 օրվա մասին, որ խոսել է Իսրայելի գենշտաբի պետը զինված ուժերի Համասի կապակցությամբ, այդ 60 օրը մենք տարբեր կետերում տեսնում ենք նորից ու նորից հայտնվում է, որովհետեւ օրինակ այսօր Զելենսկին էլ Փիրս Մորգանին տված հարցազրույցում ասում է մեզ պետք է որ 2 ամիս զինադադար լինի Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի հարձակում չգործի եւ մենք այդ ընթացքում խոստանում ենք ընտրություններ անցկացնել, խոստանում ենք չգիտեմ ինչ անել, որովհետեւ եւ միևնույն ժամանակ ԱՄՆ ուժային համակարգից ԱՄՆ գլխավոր մամլոմիջոցներին տրված արտահոսքերում նշվում է նաեւ որ իրանական կողմին շատ կարճ ժամանակ է տրված ինչ որ այսպես փաստաթուղթ տալ, բայց ինչպես նշեցի Տրամպի համբերությունը հատել է եւ խոսքը գնում է այո, ասում են ինչպես հունվարին մենք սպասում ենք Վենեսուելայի պես ինչ որ գործողություն, որը հաջողությամբ կավարտվի Իրանում եւ մինչեւ այդ հարցը լուծված կլիներ, հիմա դա ասում է օրերի հարց չէ այն հարձակումը, որ ԱՄՆ իր ներկայիս ռազմական ուժերի տեղաբաշխմամբ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պլանավորում է, դրանք մի քանի օրվա համար չեն, դրանք մի քանի շաբաթների համար չեն, դա երկարացված պատերազմ է լինելու, բայց խոսում են մի քանի ամիսների հարց է։ Ոչ, եթե դիտարկենք ԱՄՆ-ի պատերազմների պատմությունը, մենք կտեսնենք, որ ցանկացած ժամանակ իրենք որ ասել են այսքան օր, այսքան ժամ, այսքան ամիս կտևի, երբեք էլ այդպես
այդպես չի եղել, ամենահայտնին Բուշի կողմից, Բուշ կրտսերի կողմից Իրաքի գրավումների 3 շաբաթվա մեջ եւ հետո մենք տեսնում ենք պատերազմը շարունակվեց տասնյակ տարուց ավել, նույնը Սիրիայի դեպքում իրենց համար քաոսն է կարևոր, այո, իրենք կարողանում են քաոս ստեղծել մի քանի շաբաթների ընթացքում, բայց կառավարել դրանից հետո կամ հաջողությամբ ավարտել այդ գործընթացը նրանց մոտ չի ստացվում, իսկ իրենք բավականին մեծ, բավականին բարձր, այսպես պլանկա են դրել threshold, հայերեն չգիտեմ, նշաձող են դրել իրենց գլոբալ դոմինանտության տեսանկյունից, որովհետև իրենք փորձում են խորտակվող դոլարը գլոբալ տնտեսական շրջանառության մեջ պահել ջրի վրա, իրենց թվում է, որ նույնիսկ եթե իրենք քաոս պատճառեն Իրանում ժամանակավորապես, այդ դոլարի կյանքը իրենք կերկարացնեն, դրանից հետո տենց ընթացքում կտեսնեն որն է ավելի ճիշտ քայլեր անելու տրամաբանությունը միաժամանակ փորձել օգտագործել այդ տրիումֆալ հարձակումը էսկալացիան Իրանի դեմ ներքաղաքական պառակտումները ինչ որ ձև հարթելու համար եւ միջանկյալ ընտրություններում ձայներ հավաքելու համար այդ հաշվարկով է արվում եւ դրա համար ասում են մի քանի շաբաթների ընթացքում, որովհետեւ հունվարի դեպքերից հետո երբ որ Տրամպին չհաջողվեց Իրանը վերածել Վենեսուելայի ամենաբազմատեսակ չափանիշներով, չեմ խորանա, կարճ լայվ եք ուզում, բայց չստացվեց, նա միշտ Իսրայելի հետ իր խոսակցություններում նշել է, ասել է ինձ տվեք ռազմական գործողությունների այնպիսի սցենարի, այնպիսի տարբերակ, ըստ որի ես շատ կարճ ժամանակում մտնում եմ, հաղթում եմ, դուրս եմ գալիս, չեմ լռվում, իմ ընտրությունները դրանից չեն տուժում, բոլորի համար լավ է լինում, ինձ նման տարբերակ տվեք 90 միլիոնանոց հսկայական տերիտորիայով աշխարհագրական բազմազանությամբ ռազմական գործողությունների տեսանկյունից շատ կարևոր կոմպոնենտ է Իրանի դեմ, ինչպես դու կարող ես մի քանի օրվա մեջ կարճաժամկետ մտնել ու դուրս գալ։ Այո, շատ նշվում է արևմտյան մամլո նարատիվներում, որ այ եթե Խամենեին սպանենք եւ այդ ուղղությամբ ամբողջ բոտային ֆերմաներ են աշխատացվում ԿՀՎ-ի եւ Մոսադի կողմից, որպեսզի արևմտյան կիսագնդում միշտ տարածվի բոլոր սոցցանցերում, որ այ եթե Խամենեին սպանեցին, Բժշկյանին սպանեցին, Արաքչին սպանեցին, Մյուսին սպանեցին, Քսիրի ղեկավարությանը սպանեցին, բոլոր գեներալներին սպանեցին, այ դրանից հետո Իրանում կլինի ինչ որ չգիտեմ ժողովրդավարություն, այ տեսեք Ջարեդ Քուշները նույնիսկ ինչ որ այսպես տեխնացուներ ունի եւ այլն, ոչ մի բան էլ չունեն, ինչպես որ ահաբեկիչ նշանակել են Սիրիայում եւ ինչպես որ ահաբեկիչ նշանակել են մեր երկրում Նիկոլը եւ իր անասուն կնիկը, երկու ահաբեկիչներ, որոնք ուղղակի իրանց ձեռքին գործիք են եւ իրանք իրանց գյուղաքաղաքական շահերն են առաջ տանում, ճիրանները դնելով այդ երկրի ռազմավարական բոլոր ռեսուրսներին, այսինքն մեր երկրի տարածքը իրանց են վերցնում, մեր միջուկային էներգետիկայի վեկտորը իրանց են վերցնում, մեր ամբողջ լեռնարդյունաբերական օգտակար հանածոները դրանք իրենց ձեռքն են վերցնում, կոկոլենց էլ փայ են տալիս, կոկոլենց հետույքներից ծնվում են տարատեսակ չափերի գրզոներ, որոնց անվանում են իբրև թե ինչ-որ տենց ազնիվ սեփականատերեր եւ այլն, եւ անգրագետներով լցնում են մեր ազգային ժողովը, անգրագետներով լցնում են մեր կառավարական պետական հիմնարկները եւ մեր երկիրը տանում են ուղակի աղետի, որովհետև Իրանի դեմ հարձակման դեպքում առաջին օգտվողը եւ հենց Հայաստանի տարածքից օգտվողները լինելու են Ադրբեջանը եւ Թուրքիան, ոչ մի խաղաղություն նրանք չեն բերելու, Տրամպի վարչակազմը որևէ դրական անելիք չունի Հայաստանում եւ Հայաստանի հետ, որովհետև վճարվում է ուլտրասիոնիստ լոբինգի կողմից, որոնց գաղափարաբանական հենքում հայ ազգը, հայ ժողովուրդը չպետք է լինի եւ դա առաջին դարաշրջանի չի, որ այդպես է, ի սկզբանե այդպես է եղել ով որ հատկապես ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները այլ կերպ են հավատում, շնորհավորում եմ դուք ներկայացնում եք այդ բավականին տգետ քաղաքական առումով, գեոքաղաքական առումով այն զանգվածը, որը իր ձեռքով կործանման է տանում իր երկիրը, դրանով ոչինչով չեք տարբերվում պարսիկ մոնարխիստներից այդ երկրում բնակվող ու ձեզ թվում է, որ Ռուսաստանի դեմ ինչ-որ բան է փորձելու ձեր երկիրը անի ու դեռ հաջողացնելու է, good luck with that, Ռուսաստանի մասին խոսելիս շատ կարևոր է նշել, որ այդ Տրամպի արդեն խուսանավելը եւ փորձել է իրեն ներկայացնել այնպիսի սցենար, որ պարոն նախագահ, տեսեք, մի քանի օրվա մեջ չեն կարող, մի քանի շաբաթվա մեջ էլ չեն կարող, բայց երկար պատերազմ ասելով նկատի ունենք մի քանի շաբաթ եւ Նետանյահուն ինքը խնդրում է այդ եւս 60 օրը, խնդրում է նաեւ իր ընդդիմությունից
որ արդեն այսքան սև գործեր արել է, ասած Գերմանիայի կանցլեր Մերցի, որը շատ ցածր ռեյտինգ ունի, կատաստրոֆիկ ցածր ռեյտինգ ունի Գերմանիայում, նույնքան կատաստրոֆիկ ռեյտինգներ ունեն Կիր Ստարմերը Բրիտանիայում, Մակրոնը Ֆրանսիայում եւ Մակրոնի ամբողջ քաղաքական ուժը Ֆրանսիայում ինքը նշում է, որ տենց Իսրայելը իրանց բոլորի սև գործն է անում տարածաշրջանում, չգիտեի, որ տենց Իրանին սպանելը տենց սև գործ է համարվում կամ իրանք ինչ որ բան ունեն այնտեղ անելու առհասարակ, որովհետև իրանք բոլորը ինչ որ ձևով կփրկվեն, իրանք այդ իրանց պատկերացնում, եթե ԱՄՆ-ն ճանկը դնի նավթարեսուրսների վրա Իրանի, իրենք էժան ձևով կկարողանան իրենց արդյունաբերությունը տենց այդպես ոտքի հանեն եւ Ռուսաստանի մեկուսացումը արդեն լավ հնչի եւ դեռ կարողանան նույնիսկ այդ ֆոնի վրա հարձակվեն Ռուսաստանի Դաշնության վրա, սակայն տվյալ դեպքում արդեն Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը Իրանի հետ այլ կերպ են համագործակցում Եվ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանը միասին ռազմածովային զորավարժություններ են անցկացնում, մինչ այդ Հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի առանձին զորավարժություններ էր անցկացնում Հորմուզը փակելու սցենարով, իսկ այսօր օրինակ ռուսական եւ իրանական ռազմածովային ուժերը միասին նավթային առևանգված նավթային տանկերները ազատագրելու սցենարով զորավարժություններ են անցկացրել, որովհետեւ ԱՄՆ շարունակում է գողանալ կամ ԱՄՆ-ի հրահանգով Հնդկաստանը օրինակ գողանում են ռուսական նավթ, իրանական նավթ, հիմնականում դեպի Չինաստան տարվող ուրեմն նավերը կամ դեպի Լատինական Ամերիկա, օրինակ դեպի Կուբա տարվող նավթը եւ մենք տեսնելու ենք հետաքրքիր զարգացումներ, որովհետեւ այս անգամ Ռուսաստանը եւ Չինաստանը կուլ չեն տալու Իրանում է գտնվում նաեւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարը այս օրերին հսկայական մեծ փաստաթղթային փաթեթներ են ստորագրել, նրան նաև ընդունել է Իրանի նախագահ Բժշկյանը, իր հերթին Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարություն է արել, ասելով, որ Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև տարիներ շարունակ գոյություն ունեն կարևոր ռազմավարական համաձայնագրեր, այդ համաձայնագրերի մթնոլորտում է անցնում ամեն նախաձեռնություն, որոնց մասին միշտ չի որ բարձրաձայնվում է, եւ այդ չբարձրաձայնվող մասը շատ մտահոգիչ պետք է լինի, թե պեդոֆիլ Վաշինգտոնի, Էփշտեյնյան կառավարության ամբողջ այդ Մոսադի օպերացիայի, որը իրականացվել է մեծ Իսրայել այս տեսությունը ապահովելու համար, որպեսզի տենց կողքի երկրներ գրավվեն, ամբողջ տարածքներ վերցվեն, Եվ Ռուսաստանը չի թողնելու, ուղղակի այս լայվը կարևոր է նրանով, որ մենք առաջիկա մի քանի օրերին ականատես ենք լինելու հնարավոր է հերթական էսկալացիային, որ արդեն կլինի պատերազմ Իրանի դեմ, եւ անպայման չի, որ օրինակ եթե Խամենեին սպանեցին, դրանով ինչ որ տենց թեման փակվելու է, այդ ժամանակավոր ինչ որ ցնծություններ կլինեն, ինչպես որ այլ լիդերներին սպանելուց ինչ որ ցնծություն է լինում Վաշինգտոնում, ցնծությունը օգտագործվում է ներքաղաքական օրակարգում, միջանկյալ նախընտրական քարոզարշավում միավորներ հավաքելու համար, բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ է լինելու եւ ամերիկյան հանրությունը շատ ավելի զգոն է այն առումով, որ այս պատերազմը կատարվում է տեղի ունենում, որպեսզի լրացվեն Էփշտեյնի գործով սարսափելի հանցագործությունները, որոնք հսկայական մասշտաբների են։ Այսօր արդեն ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում օրինակ նախկին արքայազն Էնդրյուն, այնտեղից բրիտանական հանրությունը եւս եւ եվրոպական հանրությունը եւս բավականին կոշտ հայտարարություններ են անում, իրենք տեսնում են, որ ոչ Ռուսաստանն է, ոչ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են իրենց հիմնական ռազմավարական թշնամին, այլ հենց Մոսադը եւ Իսրայելը եւ դրանց այդ ուժերի կողմից, այսինքն նրանք Ռոթշիլդների կողմից կոռումպացված ամերիկյան եվրոպական կառավարությունները եւ դա առաջին ու վերջին բացահայտումը չի լինելու եւ փորձագետների գնահատականներով ռազմական գործողությունները Իրանի դեմ այդ ձայները չեն լրացնելու, մանավանդ որ Իրանի ժողովուրդը ինքը միաբանված է հանուն իր անվտանգության, մենք տեսանք դա երբ որ այդ հունվարյան խաժամուժի դեմ հավաքվեց ամբողջ ժողովուրդը միասին դուրս եկավ, հետո իրանական հեղափոխության 47-ամյակին ներողություն ժողովուրդը դուրս եկավ, ըստ այդմ ես տեսնում եմ ավելի այսպես զգոն ժողովուրդ, միաբանված ժողովուրդ, ովքեր 12-օրյայի սարսափելի փորձը տեսան, ովքեր հունվարյան այդ քաոսի ահաբեկչական գործողությունների սարսափելի հետևանքները տեսան, երբ որ անմեղ մարդկանց
մարդկանց անմեղ երեխաների թիրախավորած սպանել էին ահաբեկիչները փողոցներում, որպեսի քաոս առաջացնեին, այդ նույն ձևով սկսվել է Մայդանը, այդ Նեբեսնայի Սոտնյան այդ ձևով է ստեղծվել եւ տեսնում եք Ուկրաինայի վիճակը ներկայումս Եվ ես չեմ կիսում այդ մարդկանց էնտուզիազմը, որ հա դա ճիշտ ձև է, դա լավ է, թող Իրանը, թող չգիտեմ մոլաները, թող եսիմինչ, չէ, ձեր պետոֆիլների իշխանությունը օվկիանոսից անդուն պետք է խորտակվի, բոլոր մանկապղծական տրաֆիկինգի, օրգանների վաճառքի, թմրադեղերի վաճառքի եւ այլ երկրներին ասել է ինչպես իրանք ապրեն, ով լինի մեզ առաջնորդ, թող թաղվի օվկիանոսում ու կորսվի մեկ ընդմիշտ, ու դա իմ հավատքն է, իմ ուժն է եւ սահմանադրության իմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պահապան կանգնելու իմ պարտականության իրականացման ոգով է պայմանավորված, դուք ձեր օվկիանոսից են կողմ, ձեր չտես անասունությամբ ու գեղցիությամբ ինձ չեք ասելու, ես իմ երկրում ոնց ապրեմ, իմ տարածաշրջանում իմ հարևանների հետ ոնց լինեմ եւ սիրեմ այն հարևանին, ով որ ինձ պլանավորված ցեղասպանում է, փոխարենը նրանց, ում հետ ես կարող եմ խոսել, առևտուր անել, զենք ունենալ, ապրել եւ մարտնչել, եւ այդ շրջանակներում բոլոր նրանց, ովքեր շարունակում են իմ լայվերի տակ գալ, ինչ որ մեկ օրինակ ռուսկախոս միկին գրել է, որ она вот все, что я говорю, входит, и она понимает, кроме Сержа. Ուրեմն սենց տյոժ ջան, Սերժինը կքսես հացին ու կուտես, որ հասկանաս, այդ նշանակում է դու իմ նյութերին չես հետևում։ Ես ղեկավար սիրելով չեմ զբաղված։ Այդ դուք եք սիրում կամ չսիրում ու դա օգտագործվում է նաև այսպես հետաքրքիր մի նյութ տեսա հրապարակի լրագրողու կողմից իմ կողմից շատ հարգված Շաքե Ավոյան շատ լավ ֆորմատ է շատ ողջունում եմ բայց ես խորհուրդ եմ տալիս մեր հայկական լրատվականներին հետևել ամերիկյան իրենց գոլեգաներին մանավանդ որ դուք արևմտյան ոճի թավիշ եք արել Հայաստանում եւ արևմտավճար մեդիագրագիտության դասընթացներ գնալուց հետո դուք թիվ 1 առաջնագիծում կանգնած Սերժ Մերժնողներն եք եւ ձեր կուլմինացիան ժուրնալիստների միության Հայաստանի Հանրապետությունում դա Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան զույգն է, ում դուք տարիներ շարունակ ներկայացնում եք որպես ռեժիմի կողմից հետապնդող քաղբանտարկյալներ, տանջահար եղածներ, որոնք ինչ որ բան են իրանցից ներկայացնում, իսկ իրանք հիմնարար ֆունդամենտալ գիտելիքներ անգամ չունեն ինչ բան է պետություն, ինչ բան է սահմանադրությունը, ուրեմն տեսեք ամերիկացիները հիմա ամենամեծ ֆլեշմոբն է, հիմա տեղի ունենում մանավանդ այս Էփշտեյնի ֆայլերի ֆոնին, որտեղ մարդիկ ուղակի իրենց տեսախցիկը միացնում են, ամերիկյան տարբերակը 3 միլիոն վարչապետների, ամենաուժեղ այսպես օրինակ արշավներին մասնակցածները հանուն Տրամպին ձայն տվեք քարոզչություն արածները, իրենք հերթով միացնում են իրենց տեսախցիկները եւ ներողություն են խնդրում իրենց հայրենակիցներից, որ իրենք նման բան են արել։ Եվ ամեն անգամ, որ երբ ինչ-որ թեմա են ուզում ներկայացնել, իրենք թեման ներկայացնելուց առաջ ներողություն են խնդրում։ Այսինքն ձեր բոլոր լրատվականները, ովքեր Նիկոլ են պաշտպանել, Նիկոլ են սատարել, Նիկոլ են բերել իշխանության, եւ տարօրինակ սեր ունեն ցանկացած ժամանակներում ինչ-որ անդիմադիր ուժերի հանդեպ։ Նույն ձևով դուք օրինակ չեք կարողանում հասկանալ, ոնց կարող է մարդ լինելով անդիմադիր քննադատել անդիմադիր ուժի այս կամ այն քայլը։ Ձեզ թվում է, որ դուք ինչ-որ այդ անդիմություն կոչվածի մամաներն եք, մանավանդ եթե այդ ուղղությամբ դուք ինչ-որ գումարներ են ձեզ վճարում, ձեզ գումար վճարողին դուք չեք կարողանում ասել, քաջություն ունենալ, ասել, որ իրենք սխալ են, իսկ օրինակ Թաքեր Քարլսոնը ինքը ասում է դուք սխալ եք։ Եվ ոչ միայն ինքը ուղղակի ամենակարկառուն դեմքն է։ Ինքը ընդունում է իր սխալը, ընդունում է, որ գեոքաղաքական առումով սխալ գնահատականներ է տվել Ռուսաստանի մասին, Իրանի մասին, սխալ գնահատականներ է տվել այն ամենի մասին, ինչ վերաբերում է Իսրայելին եւ Իսրայելի հանցավոր գործողություններին Պաղեստինի տարածքում պաղեստինցիների դեմ, քրիստոնյաների դեմ։ Իսկ դուք շարունակում եք հեքիաթներ պատմել, ինչա թե ձեզ վճարում է ինչ-որ անդիմադիր ուժ, որի իբրև թե եթե Վանսին նամակ գրեք, դուք կամ ձեր քաղաքական լիդերը ձեզ վճարող, ուրեմն էլգերիներ չեն լինելու, բանտերում մարդիկ չեն լինելու, մենք էլ պետք է ուրախանանք, որ անմեղ տեղը բանտարկված մարդկանց, ինչպիսիք օրինակ Միքայել Սրբազանն ու Նարեկ Սամսոնյանն են, կտանքների ենթարկելուց հետո, որ այդ մարդիկ վիրահատության բերանն են հասնում, վդրուկ մեզ ինչ-որ ադալժենի են անում, այդ մարդկանց յանիմ տնային կալանք են տալիս։ Մենք էլ պետք է ասենք, վաու, դե եկեք ուրեմն ձեններս կտրենք, սպասենք ինչ-որ ընտրությունների։ Եվ նաև ես այսօր կարդացի իմ կողմից շատ հարգված անձի, ես ես հարգում եմ, Տիկին Ավոյանն եմ հարգում, լրատվամիջոցների ինչ-որ, ես ես հարգում եմ, բայց դուք
չեք կարողանում ինպես քաղաքացիների հետ խոսալ, մենք ձեզ դիսկոմֆորտ ենք պատճառում, կարդացի հարգելի մի պարոնի գրառում, որ հասկանալի է, որ մեր ընդդիմադիր ուժերը չեն միավորվելու, ընդունակ չեն եւ ինչ որ տենց քայլերի չեն դիմելու, բայց քանի որ ընտրություններ են, մենք չպետք է նրանց քննադատող ինչ որ բաներ գրենք եւ այլն։ Կներեք, էլի այդ արցախցիները, որ քննադատությունը անջատած ծափ են տալիս, երբ որ արցախյան քաղաքական էլիտան, ով որ Նիկոլի հետ էր, օգնել էր, որ Նիկոլը Թավիշան էր, օրինակ Արայք Հարությունյանը ընենց էր մտել Նիկոլի հետույքը նույնիսկ մինչև ընտրություններ, ամբողջ Արցախը գիտեր, Շուշիում ընդունում էին, դիմավորում էին այդ անասուններին ու տաշ տլնգ էին ապարում։ Դուք իրանց դիմավորել եք, դուք եթե քննադատեք անգամ ձեր կողմից հարգված ուժը, որ տեսնում եք ամեն անգամ անում են սխալ հայտարարություն, անում է հայտարարություն, որով նվազեցնում է քո երկրի որպես միջազգային իրավունքի սուբյեկտայնություն, միջազգային իրավունքի կրողի սուբյեկտայնությունը, որը հետո դիվանագիտական գործընթացներում քեզ թարս չափալախա իջնելու։ Այդ թարս չափալախը իջավ Արցախի վրա։ Դուք ձայն չեք անում, երբ որ Ռուբեն Վարդանյանը սխալ բաներ էր ասում ու անում։ Հիմա դուք ձայն չեք անում, երբ որ Սամվել Կարապետյանի մեր ձևով սխալ բաներ է ասում ու անում։ Այդ ես եմ հեշտ դարձրել Նիկոլ Քֆրտելը, դուք չէ, ես եմ հեշտ դարձրել ու նույն ձև հեշտ եմ դարձնելու ձեր որպես քաղաքացիների, ձեր արածի չափով, ձեր սխալները ընդունելը ու նաև հասկանալը, որ ընդդիմությունը դա բարուրի երեխա չի, որ պամպերսը փոխես, տոտիկները ղդիկ տաս, ասես մռուտ գուգու գագա արա ուրախանամ, փաթաթես, հետո ասես վայ, ես մանկահասակ ես անչափահասով է, սովա որ երկիրը հանձնեց։ Ես Սերժ Սարգսյանին սատարում եմ, որովհետև նա միակն է, որը ուզում է իսկապես հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Հասկացաք, ականջների տող արեք։ Եթե ինչ-որ ուրիշ մեկը կա, որը ուզում է հանի Նիկոլ Փաշինյանին իսկապես ու գործը անում է ուղղությամբ, կդնեք դեմս։ Առաջինը ձեր արած թավիշը չեմ թողնի գցեք Սերժ Սարգսյանի ջեբը, եթե ինչ-որ խոսք ունեք, սկզբում միացնում եք ներողություն եք խնդրում, որ թավիշ եք արել, հետո շարունակեք ձեր միտքը։ Այդ Սերժ մերժելու տրենդը, որը շարունակվում այն կուսակցությունների քաղաքական գործիչների կողմից, ովքեր բոլորն են թավիշ արել միասին, դուք բոլորը դուս եկեք Սերժ Սարգսյանի դեմ, ու եթե ինքը ձեր դեմ տանկեր քշեր, ու անգամ ինքը մնար առաջնորդ, իր դեմ ավելի վատ բաներ էր տեղի ունենալու եւ ոչ միայն իր դեմ, մեր ամբողջ երկրի, ինչպես որ տեսնում եք, մտնում է Վենեսուելա, վերցնում է նախագահին, տանում է ԿՀՎ-ի գործակալական մեծ գրասենյակը հիմա ստեղծել Կարակասում եւ в ручном режиме управляет всем остальным правительством этой страны. Это ձեզ թվում է այդտեղ թեման փակվելու էր։ No, դուք պետք է Իրանի ժողովրդի օրինակով դուրս գայք հակացույցերով ընդդեմ Նիկոլի, մանավանդ որ տենց ասում եք, դե իրանք մի քանի հոգի են։ Այդ մի քանի հոգում բռնեիք, արցախցիներով ու հայերով, որ հիմա Սերժի ջեբն եք ցախ, չգիտես ինչի լցնում, մոռանում եք ոնց եք հայհոյում ՀՀԿ-ին, ոնց եք նրանց սպառնում, ահաբեկչական գործողություններ եք անում նրանց դեմ, ընտանիքների անդամների դեմ, դագաղներով դուրս եք եկել փողոց, դուք դագաղներով դուրս եք եկել փողոց։ Դուք եք բերել Նիկոլին։ Ու այն ջոչերը, ովքեր հիմա իր այդ գնում են ընտրությունների, դրանք կոչվում են պարտվողական ընտրություններ, եղել են նաև 2021-ին, եղել են նաև Արցախի ընտրություններում։ Փոխարենը Նիկոլին դնեք սատկացնեք, փոխարենը 44 օրյայի ժամանակ հրամանատարական բունկեր ապօրինաբար մտած Հակոբյան Աննային ճակատից գնդակահարեք ու լեշը փռեք ասֆալտին Սյամոյի հետ միասին։ Այդ ձեր գործողություններն է, չէ՞, այս երկրում մի մարդ չի, չէ՞։ Բոլորդ գոռում եք մենք 3 միլիոն վարչապետներ ենք, ուրեմն լսեք 3 միլիոն վարչապետներ, որ քո հրամանատարական բունկեր ապօրինաբար մտնում են լևի մարդ, իրան պետքա ճակատից գյուլել, որ պատերազմի ժամանակ քո քաղաքով մանագալի Դանչիկ Իվանիսյան, իրան պետքա ճակատից գյուլել, որտեվ դու վարչապետ ես, չէ՞։ Չէ՞ որ դու վարչապետ ես։ Գերագույն գլխավոր հրամանատար ես, չէ՞, թշնամին մտել է քո բունկեր ու տեսնում է քո ականապատման քարտեզները, քո գործողությունների քարտեզները, տեսնում են ովքեր են քո ռազմական հետախույզները, ինչ օպերացիաներ է գծված, ու այդ սաղ փոխանցում է թշնամուն, ուրեմն դնեիք ու սպանեիք։ Սերժ Սարգսյանը ասել է, որ իմպիչմենտով պետք է հեռացվի։ Ես կանգնած եմ այդ գաղափարի շուրջ, որովհետև ես չեմ ընդունում, որ թուրք թշնամու հետ Հական Ֆիդանի դաբրո ստացած ընտրությունների, մոլդովական սցենարով ԵՄ-ի կողմից 15 միլիոն նախապես վճարված պարտվողական ընտրություններին դուք անգամ հաղթելու դեպքում հաղթելու եք։
Ու ձեզ չեն նստեցնելու, ես նույն ձև չողբամ, ոնց հիմա ողբում եմ, երբ որ տեսնում եմ, որ Ռուբեն Վարդանյանը նստած է Բաքվի բանտում ու Բակո Սահակյանը նստած է Բաքվի բանտում։ Ես ձեր վրա լացելու հավես չունեմ, ես զզվում եմ ձեր վրա լացելուց։ Դե համար ես իրա կողքին եմ։ Ինքը կարան հենց անի, որ դուք բանտերում չհայտնվեք։ Դուք կարեք հենց անեք, որ ձեր էգոները սկեն, դուք ներողություն խնդրեք ու ամբողջ ազգին բոլորիս կոնսոլիդացնեք ու մենք impeachment անենք ու այս հարցը փակվի։ Ես Թուրքի հետ ընտրություններ ոչ խոսալու եմ, ոչ երկելու եմ, ոչ մեր ձևով եմ սատարելու, ոչ Քոչարյան, ոչ Վանեցյան, ոչ չոտամ իշո Հոիդա, ոչ ԲՀԿ, դրանք բոլորը թավիշ են արել։ Սամվել Կարապետյանը այդքան էլ չի, բայց իմ համար շատ անհասկանալի է, որ իրանք հայտնվում են դաշտում են ժամանակ, երբ որ իրանք բանտարկում են, կամ իրանք փողերին են կպնում։ Մինչև այդ լիքը առիթներ կար։ Այդ չի նշանակում ես հիմա իրանց քննադատում եմ։ Ես ուզում եմ հասկանամ թավիշի հետևանքները ամբողջապես մաքրել, այս ամեն ինչը շտկել։ Նման գործողություններ անելու պատրաստ մարդ կա անդիմությունում, ով որ կա, ես նրա կողքն եմ կանգնած։ Ով որ ինձ ինչ-որ կիսահղիության խոստումներ է տալու, ինքն է կիսով չափ հղի, ինձ հետաքրքիր չի։ Ու դա իմ ընտրությունն է, ես ձեզ չեմ պարտադրում։ Так что դուք իմ մոտ ուրիշ բաներ մի պարտադրեք։ Դուք ուրախ եք, որ ընտրությունների եք գնում։ Ես խնդիր չունեմ։ Ուրախ եք, որ տենց ինչ-որ կուսակցություն գնալու է 4-5 հոգի, ինչ-որ մանդատ նստի, էշեշ դուստա, մենք սաղս օրանջ ենք։ Իսկ այդ ընթացքում արդեն Թուրքի երկիրը մտածել լինի։ Ուրախացեք։ Բայց հասկացեք, այս weekend եթե պատերազմ է գալու, ու մեր երկրում դեռ վարչապետը այդ անասունը ու դուք ընտրություններ եք երկելու։ Ու այսօր Տրամպը գովում է այդ անասունին, ու ինչ կոնտեքստով է գովում, ասում եմ, ես սովորաբար ասում եմ, ում գովում եմ, որ թեկնածուին գովում եմ ներքաղաքական դաշտում, նա ընտրվում է, բայց հիմա երևում է ոնց որ թե արդեն ուրիշ երկրների թեկնածուներին էլ գովելի ստացվում է իմ մոտ։ Այ օրինակ Միլեյը չէր ստացվում իր մոտ, չէր կարողանում անցնել ինչ-որ մի այսպես սահման, ես գովեցի, ինքը անցավ, Ճապոնիայի վարչապետը իր մոտ ստացվելու էր հաղթելը, բայց երբ որ ես իրեն գովեցի, ինքը բացառիկ մեծ թվով ուրեմն հաղթեց, ապրեն իրենք, այ հիմա Օրբանին եմ պաշտպանում, հələ լսեք սաղը, Օրբանին ես պաշտպանում եմ, ուր այն Հայաստանի վարչապետը, վայ, դա ինչ լավ տղա է։ Երբ որ իմ թշնամին ինձ ասում է այս ինչը լավ տղա է, ես այդ լավ տղուն պետք է գյուլ եմ հրապարակում, որ ես հաղթեմ ու ինձ չցեղասպանեն ու ես տարածք չտամ։ Ինչի է գովում այդ անասունը, որտեվ Հայաստանի տարածքը տալիս է Թուրքին ու Իսրայելին։ Իսկ ինքը Իսրայելի ստրուկն է, պեդոֆիլ է, այդ Իսրայելը ունի այդ ֆայլերը, վրան նկարել է, ասում է ինձ պետք է Հայաստանը հանձնես Թուրքին, որ ես մտնեմ Իրանին չգիտեմ ինչ անեմ, իսկ հայերը մեզ պետք չեն։ Հայերը սիոնիստերին պետք չեն։ Էսի ուսումնասիրեք։ Ականջների տող արեք, սիոնիստները դեմ են հայերին, ուլտրասիոնը դեմ է հայերի գոյությանը, ոչ միայն քրիստոնյա ազգ որպես հայի գեն։ Հայի գեն պաշտպանողը իմ համար այսօրվա Հայաստանում այդ Սերժ Սարգսյանն է։ Ուրիշ ոչ մեկին ինձ մենք դեմ մի տվեք, ում որ ունեք, որը պաշտպանում է այդ գենը, ես ձեզ մաղթում եմ ամենայն հաջողություն, ոնց մինչև հիմա են պաշտպանել, այտենց է թող շարունակեն։ Մերսի, հաջողություն, բարի երեկո բոլորիդ։